Ողջույն սիրելի հետևորդներ։ Այսօր ձեզ ենք ներկայացնում մի անկեղծ ու հուզիչ պատմություն, որը հաստատ շատերին կստիպի մտորել ընտանեկան արժեքների և սեփական արժանապատվության մասին։ Սա մի կնոջ մասին է, ով կարողացավ ուժ գտնել իր մեջ և վերջ դնել տարիներ տևած ստին ու շահագործմանը։ Մինչ պատմությանն անցնելը, խնդրում ենք բաժանորդագրվել մեր էջին և հավանել նյութը, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները։ Նաև շատ հետաքրքիր է աշխարհի որ ծայրից, որ քաղաքից եք մեզ հետևում։ Գրեք մեկնաբանություններում, մենք սիրով կարդում ենք բոլորիդ պատասխանները։ Կանգնած էի լվացարանի մոտ ու փորձում էի թավայի յուղը մաքրել։ Ջուրը սառն էր, էլի ինչ-որ կանխարգելիչ աշխատանքներ էին անում, բայց ես ցուրտը չէի զգում։ Ներսիցս դողում էի բարկությունից ու անզորությունից։ «Սա ուղղակի մեկ սենյականոց չէ, Սեդամայրիկ», ասացի կտրուկ ձայնով։ «Սա իմ նախամուսնական տունն է, և ես Արմանին դեռ մի ամիս առաջ եմ ասել, չեմ վաճառելու»։ Արմանը նստած էր սեղանի շուրջ ու նյարդային ձևով հացի միջուկն էր գնդի կանում սփռոցի վրա։ Աչքերիս չէր նայում։ 10 տարվա ամուսնության ընթացքում ես լավ գիտեի այդ հայացքը։ Այդպես էր նայում, երբ մեքենաս ջարդել էր, ու նույն ձևով, երբ նախորդ աշխատանքից հեռացրին պակասորթի պատճառով։ «Չես հասկանում», փսփսաց նա, գլուխը չբարձրացնելով։ «Լավ գաղափար է։ Տղերքը Չինաստանից ապրանք են բերում։ Ներդրումը 3 ամսում հետ կգա։ Թուղթը կգրեմ, եթե չես հավատում»։ «Թուղթ»։ Փակեցի ջուրն ու շրջվեցի նրա կողմը։ «Իսկ ինչով ես վճարելու, եթե ձախողվես, քո նարդու քարերով»։ «Լեզուդ քեզ քաշիր», սկեսուրս ձեռքով խփեց սեղանին։ «Տաղաս գիտի ինչ է ասում։ Մենք ընտանիք ենք, թե արդեն քեզ համար պահեստային տարբերակ ես փնտրում։ Զգույշ եղիր անուշ, թե չէ ձեռնունայն կմնաս։ Տղամարդուն աջակցություն է պետք, թե վեր, իսկ դու ոտքերից կախվում ես»։ Խոհանոցում տապակած սոխի ու սկեսուրիս խեղդող օծանելիքի հոտն էր։ Այդ հոտը ներծծվել էր վարագույրների, պատերի ու ամբողջ կյանքիս մեջ։ «Վաղ առավոտյան 7-ին հերթապահության եմ», ցածրաձայն ասացի։ «Թեման փակված է, տունը մնում է իմը»։ Արմանը թռավ տեղից, աթոռը ճռոցով հետ գնաց։ «Անուղելի ես», գոռաց նա ու դուրս եկավ, ուժեղ շրքկացնելով ննջարանի դուռը։ Սեդան դանդաղ վեր կացավ, ուղղեց իր փայլուն ժակետը։ «Ափսոս, աղջիկս, իսկապես ափսոս։ Արմանը երկաթից չէ։ Կգտնի մեկին, ով կհավատա իրեն ու կկանգնի կողքին, իսկ դու դեռ շատ կփոշմանես»։ Մի շաբաթ ապրում էինք սառը պատերազմի մեջ։ Արմանը քնում էր հյուրասենյակի բազմոցին, պատշգամբում ինչ-որ մեկի հետ առեղծվածային ժպիտով էր խոսում։ Ես հիվանդանոցում ավագ բուժքույր էի, շատ բան էի տեսել, բայց տանն առկա լարվածությունն ինձ ավելի էր վախեցնում, քան ամենածանր հերթապահությունները։ Զգում էի, որ օղակը սեղմվում է։ Արմանը դարձել էր դյուրագրգիռ, մեկ անձնագիրս էր ուզում, մեկ սպառնում։ «Վաղը հավաքվում ենք», ասաց նա ուրբաթ երեկոյան։ «Մայրս սեղան է գցում, հասմիկ մորաքյուրդ կգա ամուսնու ու Վարդանի հետ, քեզ խելոք կպահես, ու տան փաստաթղթերը պատրաստիր, մայրս գնորդ է գտել, կանխիկ, լավ գնով»։ «Ես տունը չեմ վաճառում, Արման»։ «Վաղը կխոսենք», ասաց նա ծռված ժպիտով։ «Հյուրերի մոտ այդքան համարձակ չես լինի»։ Շաբաթ օրը տանը իրար անցում էր։ Սեդան տիրություն էր անում խոհանոցում, կարծես իր տունը լիներ։ «Մայրաքաղաքային աղցանը առանց խնձորի աղցան չէ», սովորեցնում էր նա կտրետելով մթերքը։ «Սովորիր, քանի դեռ ողջ եմ»։ Ժամը 6-ին հյուրերը եկան։ Հասմիկ մորաքույրը իր ոսկե ատամներով ու բարձր ձայնով, նրա լրակյածամուսինն ու Վարդանը Արմանի դպրոցական ընկերը, որը միշտ պարտք էր վերցնում ու երբեք հետ չէր տալիս։ Սեղանը լիքն էր, տոլմա, բաստուրմա, սառը օղի։ Արմանը նստած էր սեղանի գլխին, կարմրած ու գոհ։ Արդեն մի քանի բաժակ խմել էր համարձակության համար ու կենաց էր ասում։ «Եվ ամենակարևորը, որ տղամարդու թիկունքը ամուր լինի», բացականչեց նա պատառաքաղով օդում նշաններ անելով, «որ կինը հասկանա ընտանիքի շահը»։ «Ոսկե բառեր են», հաստատեց կեսուրս։ «Անուշ, լսում ես, պետք է ամուսնուդ հետևից գնաս, ոչ թե խոչընդոտես»։ Իդեպ, երկուշաբթի նոտարի նոտ ենք գնալու։ Դարի գործարքն է սպասվում։ Նստած էի, ձեռքերս սեղանի տակ այնքան ուժեղ սեղմած, որ եղունգներս մխրճվել էին ափերիս մեջ։ Դրանք արդեն ամեն ինչ որոշել էին, արդեն բաժանել էին իմ տան փողերը, որը դեռ չէին էլ վաճառել։ «Արման», հանգիստ սկսեցի ես, «մենք արդեն խոսել ենք այդ մասին»։ «Իսկ հիմա նորից խոսեցինք», ընդհատեց նա ևս մեկ բաժակ լցնելով։ «Ես եմ տղամարդը, ես եմ որոշում, պատասխանատվությունն իմ վրա է»։
Այդ պահին նրա հեռախոսը, որը դրված էր սեղանին, սկսեց զնգալ։ Էկրանին հայտնվեց մի անուն՝ Արտո ավտոսերվիս։ Արմանը գունատվեց։ Բաժակը բռնած ձեռքը օդում կախված մնաց։ Փորձեց անջատել, բայց մատները դողում էին։ «Պատասխանիր», ասացի հանգիստ։ «Միգուցե մեքենայի հետ կապված շտապ հարց կա»։ «Հետո, երևի սխալվել են», մրմնջաց նա, փորձելով հեռախոսը գրպանը խոթել։ Բայց Արտոն համառ էր։ Հեռախոսը նորից զնգաց։ «Պատասխանիր, այ մարդ, միգուցե փորձանք է պատահել», գոռաց հասմիկ մորաքույրը։ Ես արագ վերցրի հեռախոսը ամուսնուս ձեռից։ «Հետ տուր», ճչաց Արմանը, բայց ես արդեն սեղմել էի կանաչ կոճակն ու միացրել բարձրախոսը։ «Դե ինչ, վախկոտ, փողերը գտար», լսվեց այն կողմից մի կոպիտ ձայն։ Ոչ մի Արտո էլ չկար։ «Տոկոսն աշխատում է։ Ասացիր այսօր կնոջդ կճնշես տան հարցով։ Եթե մինչև երեկո 5 միլիոնը չլինի, մորդ տունը կվառենք։ Հասցեն գիտենք։ Մարգարյան 3, բնակարան 42։ Սեդան ձեռքը տարավ սրտին ու ծանր նստեց աթոռին։ «Ու կնոջդ էլ ասա», շարունակեց ձայնը, «որ թատրոն չսարքի։ Խաղային պարտքը սուրբ բան է, Արման։ Մինչև ժամը 9 ժամանակ ունես»։ Կապն ընդհատվեց։ Լռության մեջ միայն սկեսուրիս ծանր շնչառությունն էր լսվում։ Արմանը նստած էր սփռոցի պես սպիտակած։ «Խաղային պարտքե՞ր», կամաց հարցրի ես։ «Ուրեմն Չինաստանից ապրանք էիր բերում»։ «Տգա ջան», հազիվ արտաբերեց սկեսուրս։ «Ճիշտ է, իմ տան մասին ճիշտ էր ասում»։ «Մամ, տակն էի տվել, ուզում էի հետ բերել», սկեսեց կմկմալ Արմանը։ «Անուշ, ծախիր այդ տունը, թե չէ ինձ կսպանեն, կամ մորս, չես հասկանում»։ Ես վեր կացա, մոտեցա դրանն ու այն լայն բացեցի։ «Դուրս եկեք»։ «Ինչ»։ Արմանը նայեց ինձ բարկությամբ ու վախով լի աչքերով։ «Ինձ տնից վռնդում ես, տանում հանձնում ես խուլիգաններին»։ «Դուրս այստեղից, երկուսդ էլ, բոլորդ»։ «Իրավունք չունես, ես այստեղ գրանցված եմ», գոռաց նա։ «Սխալվում ես»։ Գրպանիցս հանեցի բանալիների նոր կապոցը։ Քանի դեռ դուք իմ թիկունքում գործարքներ էիք պլանավորում, ես փականագործ էի կանչել։ Տան փականները փոխված են, բանալիները միայն իմ մոտ են։ Իսկ քո իրերը արդեն հավաքել եմ, պատշգամբում սև տոպրակների մեջ են, կարող ես վերցնել։ «Այ օց», ճչաց Սեդրան, մոռանալով սրտի ցավի մասին։ «Ամեն ինչ գիտեիր ու պատրաստվել էիր»։ «Իհարկե գիտեի», ժպտացի ես։ «Մի շաբաթ առաջ բանկից զանգեցին, որտեղ դու, Արման, իմ համարը որպես կոնտակտ էիր թողել։ Ուղղակի սպասում էի, որ ինքդ քեզ բացահայտես»։ Արմանը նետվեց դեպի ինձ, ձեռքը բարձրացրեց։ «Բանալիները տուր»։ Տեղիցս չշարժվեցի։ «Փորձիր»։ Այն անգամ, երբ ինձ հրեցիր, ձայնագրել եմ. «Դիմումը աշխատավայրի սեյֆում է։ Եթե ձեռք տաս, ոչ թե պարտքերի համար կնստես, այլ մարմնական վնասվածք հասցնելու։ Ու գիտեմ նաև այն աղջիկա մասին, որից երեխա ես ունենալու։ Թող նա էլ քեզ օգնի»։ Վարդանն ու հասմիկ մորաքույրը պատի տակով սողոսկեցին միջանցք ու անհետացան։ Առնետները առաջինն են լքում նավը։ 5 րոպե անց տանը լռություն տիրեց։ Նրանց իրերը դուրս դրեցի աստիճանավանդակում։ Արմանը դրսից գոռում էր դատարանների մասին, սկեսուրս անիծում էր մինչև 7-րդ պորտը։ Փակեցի դուռը։ Նոր փականը փափուկ ու վստահելի կտկտաց։ Վերադարձա խոհանոց։ Սեղանին կիսատ թողածողին էր ու այն ճիշտ աղցանը։ Վերցրի աղբամանն ու ամբողջը լցրեցի մեջը, ափսեների հետ միասին։ Կոտրվող ճենապակու ձայնն ամենահաճելի երաժշտությունն էր։ Վաղը դժվար կլինեն զանգեր, սպառնալիքներ, դատական պրոցեսներ, բայց դա վաղն է։ Իսկ հիմա ես ինձ համար թեյ դրեցի, սովորական, տոպրակով թեյ։ Նստեցի պատուհանագոգին ու բացեցի պատուհանը։ Աշնան թարմ օդը ներս խուժեց։ Մի կում արեցի ու նայեցի ներքև։ Շքամուտքի մոտ 2 կերպարանք ճամպրուկները լցնում էին տաքսու մեջ։ Արմանի մեքենան դեռ բակում էր։ Բանալիները գրպանումս էին, քանի որ վարկը ես եմ փակում ու փաստաթղթերով այն իմն է։ Արմանի հեռախոսը նրա ձեռքում նորից զնգաց։ Տեսա, թե ինչպես նա վեր թռավ։ Ժպտացի ու կծեցի հացիս կտորը։ Շատ համով էր։ Սիրելի ընկերներ, ահա այսպիսի պատմություն։
Անուշը կարողացավ իրենում ուժ գտնել եւ ազատվել թունավոր հարաբերություններից։ Իսկ դուք ինչ կանեիք նրա փոխարեն։ Արդյոք ճիշտ էր այդքան կտրուկ վռնդել նրանց, թե պետք էր փորձել օգնել։ Ձեր կարծիքը շատ կարևոր է մեզ համար, գրեք այն մեկնաբանություններում։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք։ Չմոռանաք բաժանորդագրվել եւ սեղմել զանգակի կոճակը։ Մինչ նոր հանդիպում մեր հաջորդ պատմություններում։